Հոսանքազրկել են, մենք մութ տեղեր մինչև վերջ պայքարելու ենք, մենք մեր տարածքը չենք զիջելու, 25 տարի իրանք այս շենքի տեղը չեն իմացել, առանց հոսանքել իմ բնակիչներ ոչ մեկը, իմ շահառուները, կազմակերպության նախագահները, ոչ մեկը ստեղից չի շարժվե, առանց հոսանքել ապրում են ու գոյատևում են, այդ հոսանքով թող մեզ չվախացնեն, մենք մեր տարածքից դուրս չենք գալու, մենք տվել ենք ամենաթանկը տվել են, եթե անայդ կորածը Գարիկ Գրիգորյանը ստեղից է գնաց 44 տարյա պատերազմին ու անայդ կորելը, ստեղից ինքը կազմակերպության նախագահ եղել, Մանվել Խաչատրյանը ստեղից է գնացել սեպտեմբերի 13-ին զոհվելը, եթե իրանք այդ ընտանիքների վրա հոսանք անջատում են, Տիկին Մարգարիտան հոսանք չի անջատում, ոնց է լլնի սառը տեղ իրար հետ կուչեկած իրար հետ կապրենք, մենք մեր տարածքը չենք տա, հետո ինչ որ մենք փող չունենք, մենք կորուստ ունենք, որ ամենաթանկն է, մենք փողով չենք առ այդ կորուստները, մեզ իրենք են այդ կորուստի տերը դարձրել, ու այսօրվա օրը այս կարգավիճակով այս ընտանիքներին սենց վերաբերմունք, արժանի չեն այս ընտանիքները այս վերաբերմունքին։ Տիկին Խաչատրյան, թերևս նույն հարցը նաև ձեզ տամ, հա, փետրվարի 13-ի նիստում, երբ որ կառավարությունը որոշում էր օտարել Մուրացյան փողոցի 110/1 հասցեում գտնվող այս շենքը, որը պարզապես մեր հեռուստադիտողների համար նաև հիշեցնեմ, որ գտնվում է Պաշտպանության նախարարության հաշվեկշռում է գրանցված եւ այդ կառավարության որոշման համաձայն այն այլևս Պաշտպանության նախարարության հաշվեկշռում չէ, ամրացրել են պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ որոշել է աճուրդի հանել։ Այդ որոշումը կայացնելուց առաջ արդյոք պետական օղակներից ձեզ հետ հանդիպել են, խորհրդակցել են, լավ, ինչ է լինելու այստեղի բնակիչների ապագան, հետագան, որտեղ են մարդիկ ապրելու։ Ոչ մի անգամ ոչ մեկը մեր հետ հաշվի չի նստել, ոչ մեկը գրություն չի ուղարկել, որ նույնիսկ աճուրդի վերաբերյալ, որ է ժողովուրդը տեղյակ լինեն, որ շենքը աճուրդի անված։ Մենք ինչ իմանում ենք լրատվամիջոցներից։ Առանց ձեզ հետ խորհրդակցելու ստացվում է, առանց ձեզ հետ հանդիպելու, խոսելու, տեղեկացնելու, որոշել են, որ մի անգամից լույսերն անջատել էլեկտրաէներգիան, ձեզ թողնել առանց էլեկտրաէներգիայի եւ տարրական պայմանների ու այդ կերպ անուղղակի կերպով ստիպեն, որպեսզի բնակիչներն ու այստեղ գործունեություն ծավալող հասարակական կառույցները լքեն շենքը։ Սենց ստացվում է, որ մեր արած գործունեությունը, մենք այս 400 պատվոգիրը, որ տվել են մեզ, այդ մեդալները, որ հատկացրել են նախարարությունը, հատկացրել է սաղին պարգևները հանձնել լավագույն աշխատանքի համար, մենք իրանց ասած ոչինչի համար ենք այս գործունեությունը ծավալը։ Այսօրվա օրը կառավարության որոշումը թեկուզ գրավոր, թեկուզ բանավոր, մեկը տեղյակ պիտի պահեր է ժողովրդին, որ դուք գիտեք հոսանքազրկվելու ենք դուրս եկեք շենքից։ Հոսանքազրկել են 10 օր այս մարդիկ ցուրտ է ձմեռվա կեսին առանց հոսանքի մնում են, բայց էլ տեղից չեն շարժվելու։ Մենք մինչև վերջ պայքարելու ենք, սրանով էլ մեզ թող չվախացնեն։ Մենք շատ բան է, որդուս թանկ բան, կորսից թանկ բան չկա, որ այս ծնողները ամեն մեկը սև հագ են նստել է, այրիները նստած են, այսօր ամուսինը ստեղից գնաց է զոհվել է, այրուն ասում են լույսը անջատենք, նրա լույսն արդեն անջատվել է, որ տան կերակրողը կորցրել է, նրա լույսը արդեն անջատվեց վրան, մոր համար բալիս թանկ բան կա, ամուսինը անայդ կորած, տղան անայդ կորած, էլ ինչ պիտի անեին այդ ընտանիքին, այդ մի անկյունի լույսն էլ տղայի նկարի վրա անջատեն։ Լավ, զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքների, հա, որոնք թվով 10 ընտանիք է այստեղ բնակվում, պետության այս վերաբերմունքը ինչ բացատրություն ունի այս ընտանիքների հանդեպ, այս կերպ վերաբերմունքը ինչ բացատրություն ունի, Տիկին Խաչատրյան։ Վերաբերմունքը նա է, որ գնեք այս շենքը դուք։ Վերաբերմունքը անտարբերությունն է, ինչի մասնախոսքը։ Վերաբերությունը անտարբերությունն է, որ ասում է դուք ոչինչ եք։ Ուրիշ ոչ մի բան։ Ամենավատ, ամենավիրավորականն է, որ մարդուն անտեսում են։ Եթե անտեսում են, արհամարվում են, դրանից վատ բան որ նայել։ Մենք առաջ եռաբլուր էինք ելնում 90-ականներին, որ զոհվել էին։ Ճակատները սպարծ, որ տվել ենք հանուն հայրենիքի։ Այսօր մենք գնում ենք եռաբլուր, էլ չենք կարողանում գնանք 90-ականներին։ Այս 20 թվականին էլ չի էլ թողում, որ ենք կոմանցնենք։
Եթե այդ մարդիկ այսօր մեզ արհամարում են, այդ երրաբլուրն արհամարում են, ինչի մասին է այլ խոսքը։ Այսօր իրանք դրանով ապացուցում են, որ մենք ազգին պիտանի մարդիկ չենք, ու վերջը։ Մեր տեղը զիջենք այլ ազգիներին, չգիտեմ։ Ես դա եմ հասկանում։ Ամենացավալին է դա։